Ուզում Հիսուսին մեծ ասեմ ավելի մեծ։ Հովհաննես ավետարանիչն ասում է, եթե համար հետաքրքիր է 1:17, եթե չեմ սխալվում, 1:17 Հովհաննու ավետարան։ Ասում է, օրենքը Մովսեսի ձեռքով տրվեց։ Տրվեց։ Այն բառերը, որ պիտի ասեմ, դրանք հսկայական աստվածաբանություն են տարբերություններով։ Ասում եմ, բայց շնորհքն ու ճշմարտությունը, ճիշտ եմ ասում, Քրիստոսի միջոցով եղան։ Դուք տենում եք տրվելու և լինելու։ Եղանի ու տրվեցավի տարբերությունը տենում եք։ Տրվեցավն է, որ մեկ ես հիվանդ ես փոխանցեմ, ես կապ չունեմ, ես ջերեզն եմ։ Բայց եղավը ինքը բնագրի բառը դա արարելն է։ Ինքը ստեղծեց էդի։ Ոնց լավ չի աղա։ Ինքը ստեղծեց։ Ինքը արարեց էդի։ Իրա էությունից ներսից սենց հանեց ասեց, տալիս եմ ձեզ։ Անենց որ մեզ վերաբերվում է մենակ տրվեցավը։ Ամեն։ Տրվեցավի մեջ կան։ Աստված մեր միջոցով ինչ-որ բան տալիս է, տվել է ու տալու է։ Եկեղեցուն, աշխարհին և լիքը անհատներին։ Բայց փառք Տիրոջը եղավի համար։ Ամեն։ Որ չերես չի ես անում եմ, տալիս եմ, ես ինքս եմ էդի։ Մի ընդամենը մեկ բառի տարբերություն, բայց հսկայական աստվածաբանություն։ Սա ցույց է տալիս Քրիստոսի Աստված լինելը, նրա արարիչ լինելը։ Շնորհքի հեղինակը, արարողը Հիսուս Քրիստոսն է։ Ճշմարտության արարողը, հեղինակը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն, որտեղ շնորհքը ճշմարտությունից է բխում։ Իսկ ով է ճշմարտությունը, միշտ հիշեք, ճշմարտությունը ինչ չի, ճշմարտությունն ով է։ Եվ դա Հիսուս Քրիստոսն է։ Քարոզ եմ։ Ամեն։ Ուզում եմ մի րոպեյանուց մի հատ նախաբան անեմ, հետո նոր սկսենք խոսել, որ ավելի հասկանալի լինեմ սիրելիներ։ Գիտեք, այսպիսի բան կա։ Սատանան պատաշարում մարդու դեմ, եկեղեցու դեմ, որ մարդը չտարածվի, չմեծանա, չգնա, մնա սահմանափակումների մեջ, Աստված պատաշարում, որ քեզ պաշտպանի։ Դուք հասկացաք պատերի տարբերությունը նպատակների, դեր շարողների տարբերության մասին էլ չում ասում։ Դուք տեսաք նպատակը, կրկնում եմ, Սատանա մարդկանցս կյանքում պատաշարում, որ քեզ սահմանափակի, չթողնի, որ դու հոգևոր մեծանաս տարածվես, Աստված էլ է պատշարում, բայց որ քեզ պաշտպանի։ Ամեն։ Հիմա հակառակ կողմը։ Աստված քանդում է Սատանայի շարած պատերը, որ քեզ տարածի, մեծացնի։ Սատանան փորձում է քանդել Աստծո շարած պատը, որ քեզ գցի խայթի, չի ստացվում։ Բայց անենց անում, որ մենք մեր ձեռով ենք քանդում էդի ու կծվում ենք։ Նա տասակ կծվում ենք, ես բառը շատ եմ ասել ես։ Կծվում ենք։ Այսօր չեմ խոսելու կծելու մասին մեր։ Մենք էլ կծել գիտենք։ Բայց այսօր խոսալու եմ ավելի շատ մեր կծվելու մասին։ Ոնց անում, որ մենք կծվում ենք ուրիշներից։ Չէ, օծից։ Խայթվում ենք, էլի, կծվել, խայթվել։ Այո։ Հասկանալի է դա ինչ ֆոնի վրա են խոսալու։ Առակաց 25-28-ը ասում է, ով որ չի կարում իր հոգին զսպի, այսինքն իր ներսը իրան զսպի, իր խասյաթը զսպի,
իր ասելու բանը զսպի, որ այդ պահին պետք չի ասել, բայց ասում է։ Ասում է ինքը անպարիսպ քաղաքի նման է։ Տեսա՞ք։ Կարդա, այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված եւ անպարիսպ քաղաքի նման է։ Որ մարդը, ով որ չի կարող իր հոգին զսպի։ Ռուսերենում այս չէ, այն մյուս խոսքն է ներողություն։ Խառնեցի։ Զսպելու, ով որ չի կարող ինքը իրան զսպի։ Ինչի համար է առակած գիրքը օրինակը բերում քանդված պարիսպի վրա։ Ինչ է նշանակում քանդված պարիսպը։ Փաստորեն մարդը, որ կներեք այս բառից համար, ուղղակի ավելի հարմար բառ չեմ գտնում, որպեսզի ներկայացնեմ, էլի, այսինքն հարցը մենակ գորգորալը, հայոյախառն կամ անեցքախառն բառերն ասելը չի։ Հարցը մենակ բարկությամբ կամ զայրույթով խոսալու մեջ չի, այն ինչ որ ուզում եմ ասել։ Հարցը նրա մեջ է, այն որ մենք իրար այդպես բանկա չի, ասում ենք դուս տվեց։ Չէ՞։ Մենակ ուրիշ տերմինով, փողոցային ժարգոնով բլթցրեց։ Չէ, ասում ենք դուս տվեց։ Այսինքն մի բան, որ չպիտի ասեր։ Մի բան, որ այդ տեղին չէր, որ ասվեր։ Ուղղակի դուս տվեց ինքը։ Ասում է դու նման ես անպարիսպ քաղաքի։ Եկեք նայեք սա երկու կողմանի։ Ինչ է անպարիսպ քաղաքը։ Առաջի բան անպարիսպ քաղաքն է, որ այս մարդը ով ինքը իր վրա չի կարող, ինքը իրան չի կարող զսպի եւ դուրս է տալիս ինչ որ մտածում է առանց հասկանալու, նա իրան ներսից ճիշտ սահմանափակում չունի, նա իր վրա զսպում ու կոնտրոլ չունի։ Պարիսպն է դա, այսինքն սահմանափակում չունես, դու չես կարող քեզ պահես, որ չխոսաս, դու քեզ չես կարող զսպես ու կոնտրոլ անես։ Ճիշտ դրական կոնտրոլ, զսպվածություն։ Ամեն ժուշկալություն, հայերեն բառը, ավելի արևմտա հայերեն, չէ՞։ Դու քեզ չես կարող պահես զսպես, որ դու դուրս չտաս, օրինակ, դուրս տալու ձևերից է։ Խոսել հիմարաբար, արմատորեն։ Ասել բաներ, որ ճիշտ է, բայց պետք չէր ասել։ Դուք ինձնից շատ եք լսել, չէ՞ այս նախադասությունը։ Ճիշտ ես ասում, բայց ճիշտ չես անում, որ ասում ես։ Լսեցիք։ Ճիշտ ես ասում, բայց ճիշտ չես անում, որ ասում ես։ Դու ինքդ ես հասկանում, որ քո ասելը տեղին չէ։ Ուղղակի ուզում ես ցույց տաս, որ դու գիտես, կամ դու հասկանում ես, կամ ուզում ես ինչ որ մի բան ներկայանալի ցույց տաս դրանով։ Բայց դու ինքդ հասկանում ես, որ դա տեղին չէ։ Հետո դու փոշմանում ես իհարկե, քո հետ կռվում ես, հետո ջղայնանում ես, չգիտես, քեզ ոնց արտարացես, ասում ես լավ եմ արել։ Նման է։ Նման է։ Մարդը չունի պարիսպ, քանդված է։ Դրա համար չի կարող ինքը իրան զսպի, որտեղ ինքը սահմանափակում չունի, ինքը իր վրա չի աշխատել, ինքը չի հասկանում, որտեղ կարելի է դուրս չտալ, այդ խոսքը ճիշտ է, բայց որտեղ կարելի է խոսել եւ երբ կարելի է խոսել։ Երբը նշանակում է, որ մթնոլորտը, միջավայրը, աուրան պատրաստ է, որ դու դա խոսաս, հողը պատրաստ է, սա երբն է, եւ տեղն է, որ արդյոք այդտեղ կան համապատասխան ճիշտ մարդիկ ու մոտ, որ դու դա խոսում ես։ Լավ եմ ասում, ասամ եմ միան, քեզ հետաքրքիր չի եսի, մեկ առօրյայում տասնյակ անգամ բախվում եք ես խնդրին։ Ամեն, Սողոմոնն է ասել, ես կապ չունեմ, առեկած գիրքն ասում, իրանք են ասում։ Հիմա, անպարիսպի առաջի իմաստն է, որ ով որ դուրս տվող մարդը չի հասկանում, որ թե ինչ խոսա։ Ինքը սահմանափակում չունի։ Այն որ ասում է լեզվի տակ բան չկա, դոռուշ չկա, թուշ չկա, ինչ խելքին եկավ խոսում է։ Եվ անպարիսպի երկրորդ մասը են է սիրելիներ, որ եթե դու ներսից պարիսպ չունես, դու քեզ չես կարող զսպես ճիշտ պահես քեզ, քո խոսքերով անդադ քանդում ես։ Երկրորդ իմաստն է, որ դու դրսից ես ենթարկվում լիքը վատ բաների մուտքի։ Պարիսպ չունես, քանդված է, եւ դրսից լիքը վատ բաներ մուտք են անում քո կյանքի մեջ։ Ինչի համար, որտեղ դու պարիսպ չունես, ուրեմն առաջի իմաստն է, որ դու ներսից դուրս ես տալիս ինչ որ կա, որ չպիտի անեիր, եւ երկրորդ իմաստն է, որ ներսից մուտք է լինում քո կյանք, որոնք կարիք չկար, որ դրան գան քո կյանք, բայց քանի որ անպարիսպ քաղաքի նման ես, պարիսպ չունես,
ինչ ասես կմտնի այդ քաղաքը, ով ուզի կմտնի, հսկող չկա, հսկողություն չկա, արգելք չկա, սահմանափակում չկա։ Ամեն, ուրեմն Աստված սահմանափակում է դնում հավատացյալի կյանքում, որ հավատացյալը դուրս չտա։ Չխոսա բաներ, որ չպիտի խոսար։ Եվ այդ սահմանափակման երկրորդ իմաստն է, որ դրսից մուտք չկա քո կյանքի մեջ։ Բայց մենք կարողանում ենք մեր սեփական կամքով քանդել այն պարիսպը, որը մեզ պաշտպանում է, որ մենք չխոսանք, դուստանք եւ մեզ պաշտպանում է, որ ուրիշները սխալ բաներ մուտք չանեն մեր կյանքի մեջ։ Լավ եմ ասում, ասա ամեն։ Ամեն։ Ուրեմն, ով որ չի կարող իրան զսպի, ինքը քանդված անպարիսպ քաղաքի նման է, որ իր պարիսպը քանդված է։ Հեչ չեք ձեզ բռնացել, ասես, այս ինչ էր ասեցի։ Այս դու չասեի, ես ինչ սխալ բան խոսացի, ես ինչ անտեղի խոսացի, ես ինչ վատ խոսացի, չէ՞։ Ընդհանրապես տեղի չէ, գոնե ասելը թե չլներ, իրանոց չէի ուզել ասեի, գոնե արնելը թե չլներ, վաբշե չլսել ինչ եմ ասում, չգիտեմ, բայց խոսքը բերանից է թռելա, դուրս ես տվել, չես կարացել քեզ զսպես, էլ չես կարա բռնես իրան։ Ամեն երկը տալու եմ ամենավերջում, միշտ ապեք։ Հասկացաք սա, հիմա, ժողովոդի 18-ը, Նարինե ջան, Անայ, դու ես, խարում մարդը, ժողովոդի 18-ը, ասմա, ով որ ցանկը կանդի, օց է նրան կգծի։ Ես չեմ խոսում սովորական, ֆիզիկական օծի կծելու մասին։ Աստվածաշունչը ինչ որ ասում է, իր մեջ ունի լուրջ հոգևոր մեկնաբանություն։ Հիմա, եկեք նայեք այս գրվածքի։ Ով որ փոս է փորում ինքն է ընկնում մեջ է, եւ ցանկապատ քանդողի օծը գծում է։ Ես անկեղծ ասեմ, ինձ քննեցի փոս փորելու առումով, տեսա որ իմ կյանքում անկեղծ ասեմ, չգտա մեկ հոգի, որի համար ես փորձեմ արել փոսփորը։ Անկեղծ ասում եմ։ Չկա, համարձակ ասեմ, չկա մեկ հոգի, որի համար ես ուզենամ փոսփորը։ Բայց կյանքում 31 տարվա հավատքի մեջ եղել են իմ կյանքում լիքը մարդիկ, ովքեր փորձել են իմ համար փոսփորել, իրանք հայտնվել են մեջը։ Որտեղ դա սուրբ գիրք է, մենք չենք կարա իր հետ կատակ անենք։ Նայեք քո կյանքի, կա մեկը, որի համար դու ուզում ես փոսփորես։ Պատնոշկա, ռուսերեն։ Սերգեյ ճիշտ եմ, չէ՞ ասում, պատնոշկա։ Պատնոշկա տաս, ոտ տաս գցես իրան։ Հիմա դուք մտածեցիք, բահը ձեռքներս լապատկեն վերցած խոսենք, որում չէ։ Ինքը ծուղակ է, ինքը դավադրություն է, ինքը մարդուն գցել է։ Երբ որ դուք մեկի աչքից ուզում եք գցեք ու խոսում եք, դուք փոս եք փորում այդ մարդու համար, եւ դուք կհայտնվեք այդ փոսի մեջ, ասում է Աստվածաշունչը։ Սա ֆիզիկական ջերհոր փորելու մասին չի, որ թորես մեկը վրեն ես այդ սիրուն ծաղիկներ ցանես, մեկը գա ոտը դնի իմանա լավ բան անգերի մեջ հնդկական կինո կար այդպես։ Երեխա վաղ տեսել եմ։ Ուրեմն, երբ որ դու ուզում ես իմ մոտ մեկի մասին կարծիք փոխես, ոչ ճշմարտության, ոչ իրական, ու թեկուզ իրական, բայց սրտի կներեք թույնով, սրտի վատ շարժանետով, դու այդ մարդու համար փոս ես փորում։ Եվ շատ հնարավոր է, որ դու հայտնվես այդ փոսի մեջ։ Ինչ է կատարվում սրանով ստորագետից հետո, ասում դու ցանկը կանգնեցիր։ Ասում դու քո կյանքի ցանկապատը, որ Աստված շրջապատել էր քո կողքը քեզ ցանկապատով, որպեսզի ոչ մի օծը սատանան է։ Որ սատանան չկարենա անցնի մուտք կանի քո կյանքի մեջ, ասում դու ուրիշի համար փոսփորելով ցանկապատը քանդեցիր եւ օծին սատանային մուտք ու իրավունք տվեցիր, որ քեզ կծի, դու կծվես իրանից, խայթվես օծից։ Ինչ է ցանկապատ քանդել։ Մտածում եք, աշխարհի ամենամեծ մեղքերը գործելուց հետո է ցանկապատ քանդվում, չէ։ Ցանկապատը
քանդվում է սրտի ամենանուրբ մոտիվացիաների, շարժառիթների, մարդուն վատ ուզելու, մարդուն բամբասելու, վատ ցանկանալու, իրան գցելու, իրան մարդկանց իրար դեմ տրամադրելու եւ այլն։ Սրանով է ցանկապատ քանդվում, եւ դու իրավունք ես տալիս, որ ոցը սկսի գալ քո կյանքի մեջ։ Սուրբ Գիրքն է ասում։ Ամեն։ Թող չփորես ոչ մեկի համար։ Ցանկապատը չքանդես, հենց քանդեցիր ոցը գծելու է։ Կյանքումդ կհայտնվեն բաներ, որ միջև դու չունեիր։ Սկսես առնչվել, անես բաների հետ կասես, Տեր Աստված, սրանք որտից։ Գիտեք, ինչի համար սրանք իմ կյանքից չի վերանում։ Երանի մեր կյանքից չվերանա անդեղի հալածանքը։ Երանի մեր կյանքից չվերանային, որ մեզ Քրիստոսի համար նախատում են։ Այս սրանք թող չվերանա, բայց մենք այնքան նուրբ ենք դառը, որ Քրիստոսի համար նախատինքներ ենք սուկ դարձնում։ Քրիստոսի համար հալածվելներ ենք սուկ դարձնում։ Քրիստոսի համար, չգիտեմ, մի հատ թուքումուր ուտելներ ենք դարձնում սուկ։ Հոխանանք ուրախանանք։ Եվ այդ սուկ դարձնելով ու անդադար դրա մասին խոսալով քանդում ենք այն ցանկապատը, որ Աստված դրել է մեզ պաշտպանելու համար։ Մի օր Սատանան Աստծուն այսպիսի բան ասաց։ Չէ, Աստված զրույցը սկսավ ներողություն։ Ասեց Սատանա իմ հոբ ծառային տեսա, ասեց հա, կարճ եմ պատմում, որտեղ ասելիքս ուրիշ բան է։ Սատանան Աստծուն ասեց դու իրան ցանկով պատել ես։ Հիշում եք այդ խոսքը։ Ասես դու իրան ցանկով պատել ես, իր կողքը բարիս պես շարել, բացատրած եմ ասում, 4 յանից պատով շարել ես, ցանկապատել ես, զադոր ես կաշել, իրան 4 կողմը, ես իրան չեմ կարում մոտենամ։ Քեզ չի դզում, որ Սատանան ասի, Արմենին ընեց ես ցանկով պատել, կոտորվա, 1000 հատ կոշիկ են մաշել, վազելով Արմենի հետևից, բայց տեղ չկա, որ մտնեմ, ցանկով պատել ես իրան։ Դուք հասկանում եք ինձ։ Աստված քեզ ցանկով պատել է, որ Սատանան քեզ չմոտենա, չկարենա մուտք անի։ Քո մատը կարա քանդի հետի։ Մարդու անմտությունը, հիմարությունը կարա քանդի Աստծո դրած ցանկապատը եւ մարդը կծվի Սատանայի կողմից։ Խայթվի Սատանայի կողմից։ Չքանդես հետի։ Առակացի 6-րդ գլխում չպետք չի դա անային։ Ասմա ծույլի արդի մոտով անցա, նրա քարե ցանկապատը փլված էր։ Ասմա եւ ներսում փշեր կային։ Դուք պատկերացրեք անցնում եք մեկի դաշտի մոտով, Բաղչայի մոտով, Արմենի ասած, անցնում ես մեկի Բաղչայի այգու մոտով, ցանկապատը արած է, ցանկապատը քանդված է եւ բոլորը այդտեղ ելում ուտում։ Հոգեոր իմաստն է սա։ Սա օրինակը բերվել է գյուղատնտեսության վրա, որ մեզ ավելի հասկանալի դարձնի։ Չէ՞։ Որտեղից այդ փշերը խեմբուստ է, որտեղ ներսը, հոգեոր դաշտը, անմշակ է, որտեղից փուշը, ով ինչ ասես մտե հել է, ցանը, ջարդը, փշերը դուսա եկե գնացել է, դարձել է այն մի հատ հասարակական վայր։ Ով ուզում մտնում, ցանում, ջարդում, փշերում գնում, այն ինչ ուզում անում, ինչի համար, որովհետև քարե պատը փլած էր, չկար։ Ցանկապատը ջարդվել էր եւ փուշը անեծքի սիմվոլն է։ Անպիտան խոտերը անաստվածային բաներն են, մոլախոտերը դիվային անաստվածային հետեն են, անեծքի հետևանք են, դրանք առաջացել են անեծքից հետո։ Մարդու կյանքում դրա համար շատերի կյանքում շատ բան չի փոխվում սիրելիներ, որտեղ նրանց պատը քանդած է, նրանք չեն մտածում իրանց 4 կողմի զաբորի ցանկապատի մասին։ Նրանք պատրաստ են ու շարունակում են անմտությամբ, առանց հասկանալու, ամեն օր նորից ու նորից քանդել են ցանկապատը, որ Աստված շարել է իրանց կողքը, որ Սատանան իրանց կյանքի մեջ, օձը իրանց կյանքի մեջ ելումուտ չանի։ Հասկանում ես ինձ։ Ամեն։ Լավ եմ ասում, թե չէ։ Հիմա նայեք ինչ ասում։ Ինչ եմ ասում սիրելիներ, ստեղ գրել եմ։ Այդ ցանկապատը, որ քանդվել է, ներսը, դաշտը, քարե պատը, որ քնած է, դա մեր ներսն է։ Դա մեր ներսի հոգևոր մասն է, սիրելիներ։
Ես կարծում եմ, որ մենք հիմա անկեղծ եմ ասում։ Մենք հիմա մեր մեջ պիտի հայտնաբերենք փշեր։ Պիտի մենք տենենք, որ մեր կյանքում բաներ կա, որոնք կան, առաջացել են, եղել են, քանդված պարիսպի պատճառով, որտեղ պարիսպը քանդել ես դու։ Գիտես, ինչքան ուզում ես ամեն առավոտ արթնացիր, օրը 50 անգամ Քրիստոսի մոդայի կա, չէ՞։ Մենք արյունը կիրառում ենք դեր մեր վրա, պաշտպանում ենք, ցանկապատում ենք քեզ մեզ քո արյունով։ Ոչինչ չի ցանկապատվի, եթե դու ներսից չես փոխվում։ Ոչինչ։ Բայց եթե դու ներսից փոխված ես իրական ցանկապատ կա, դու կարիք չունես ամեն օր ասես դեր քո արյունը կիրառում եմ իմ վրա, որտեղ Աստված ինքը իրան քո կողքը ցանկաշարում։ Պատում քեզ, դու կարիք չունես ամեն օր, ումա պետք ամեն օր աղոթես դեր քո արյունը կիրառում եմ իմ վրա, որպես պաշտպանություն պահպանիր մեզ, բայց դու շարունակում ես նույն ձևով ապրել։ Պատը փլացա, քանդացա, փշերը հելել են, կյանքը չի փոխվում, լիքը բացասական բաներ կա կյանքի մեջ։ Ինչքան ուզում ես Հիսուսի արյունը կիրառեք։ Ներումը պարակայում համաձայն է, որ քեզ ների։ Վասպես ների ինձ։ Բայց դա ցանկապատ չի շարում։ Հասկանում ես ինձ։ Կարող մի քիչ դժվար եմ խոսում, կարող մի քիչ, չգիտեմ, քո սրտով չի, կարող մի քիչ բարդ է, կարող մի քիչ լավ բաներ չեմ ասում քեզ շոյել, բայց սա Աստվածաշունչ է, ինչ որ սրտից կայիտ եմ ասում։ Ամեն։ Հասկացանք, չէ՞ որ սրա շարունակությունը չգցես, բայց ասեմ ինչա։ Օսի կծելուց հետո, մյուս խոսքը։ Ասում ով որ քարեր տեղահանի, վնասնելու է դրանից։ Քարեր տեղահանել ետեք եկա։ Մի բան, որ իրա տեղում է, միշտ հավիցյան հետ իրա տեղն է, դու սկսում ես հետի տեղից շարժել, կապնել դրան։ Գիտեք, բամբասանքի տեղը լրիվ ուրիշ տեղ է։ Այդ քարերը վատ բաներն է, բացասական է, սա տուֆ քարի տեղափոխելը չի, որ ուզում ես տուն սարքես։ Սա է իմաստն է, որ մի բան, որ իրա վատ բաները, իրանք իրանց տեղ մի կպի դրանց, թող դրանք մնա իրա տեղում։ Եթե դու փորձես բամբասանքին տեղաշարժել, վերցես, որ խփես ուրիշի, եթե դու փորձես չարախոսությանը տեղաշարժել, վերցես ու խփես ուրիշի, ասում եմ անպայման դու դրանից վնասվելու ես։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Ես կարծում եմ այսօր շատ ավելի պարզ է դառնալու, թե որտեղից մենք այդքան խնդիրներ ունենք։ Որտեղից հավատքի մարդկանց այդքան խնդիրներ։ Քարերը, քանի հոգի կան, որ 50 տարվա, 20 տարվա խոսակցությունները հլա ամեն օր վերցում դնում են։ Բավական է տեղաշարժես այդ քարերը։ Մի շաբաթ առաջ քեզ նեղացրին, 10 օր առաջ նեղացրին, անցի վրայով գնա։ Քարերը բավական է նույն թեմաները տեղաշարժես։ Բավական է նույն խոսակցությունները, քարերը տեղաշարժես, վերցես, տնես, խփես, կռվես։ Ասում Սուրբ Գիրքն ասում է դու վնասվում ես դրանից։ Հասկանում ես ինձ ինչ եմ ասում։ Դա վնաս է քեզ։ Չեք հավատում, երկնքում Սողոմոնից կհարցնեք, ասեք քեզ տեսնել։ Ամեն։ Հասկանում ես, որ այն ինչ իրա տեղը ու ինչ տեղաշարժես, մնացել է տեղ։ Այդ թեման պրծել, հակվել է, շպրտել ենք միան։ Այն մի տեղաշարժի, դու ես վնասվում դրանից։ Միգուցե այդ մարդը խաբարել չի, որ դու իր համար քարեր ես տեղաշարժում։ Մի տեղաշարժի, դու դրանից կվնասվես։ Ամեն։ Աս Արսեն եղբայր, ես քեզ հասկանում։ Մի հատ երգ եմ ուզում ասեմ քեզ, ուժեղ երգ։ Վաղո եղբայր, իրավաբանական խորհրդատուի կարիք կա այստեղ։ Թույլ ասել դուք ասելով ի նկատի ունեմ իրավական համակարգը, պետական, պես համարից օգտվել է։ Կամ եթե գիտակցաբար, կամ էլ հենց ուղղակի, հասկացել եք սա։ Նա գցես ժողովով 14-ը, նույն գլխի 4-րդ խոսքը, Անահիտ ջան։ Անենց ուրախ եմ էլի տասակների համար, գնացել էին քեֆ իրար հետ, փառք Տիրոջը, սերունդա մեծանում,
ուզում եմ սենց ընգենեմ գետին, չանքեմ, գորամ, վայ, Իսուս ջան, սերունդ արելում։ Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի թող։ Կբացատրեմ, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում։ Հասկացա՞ք ինչ ասեմ։ Ով է իշխանը, որևէ կառույցի ղեկավարը, եկեղեցու ավագը։ Սխալ բան ես արել, քո դեմ ջղայնացել ա քո արածի համար։ Հիմնարկի դիրեկտորը, նաչալնիկը, վարչության պետը, սխալ բան ես արել, ջղայնացած ա քո վրա, բարկությունը բորբոքվել ա, ելել ա քո դեմ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ասում ա, քո տեղը չթողես։ Արևմտայինն ասում ա, չձգես քո տեղը, հասկանում եք ամենաիսկական բացատրության մեջ էսա, չթողես փախնես էդ ասում, մնա տեղումը և պրիզնատ արի, վիզվեց, որ դու սխալվել ես, ինքը որ քո դեմ ջղայնացել ա, քո սխալի հանցանքի պատճառով ա, որ քո դեմ ջղայնացել ա։ Են որ ասում են, այս ինչը վթարի ենթարկեց են մեկին, փախուստի չդիմեց, վերցես տարավ հիվանդանոց։ Վաղո եղբայր, ինչքան մեղմացուցիչ բան կա, չէ իր համար որ չի փախել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մարդ, հիմա դրա համար ասի, իշխանական համակարգը իրավաբանական օգտվել է սրանից։ Ամեն։ Հիմա, այսինքն, եթե դու սխալ ես արել, մեղք ես գործել, հանցանք ես արել, եւ դրա պատճառով քո դեմ բարկացել են, ուզում են քեզ պատժել, ասում է ընդունիր, չթողես քո տեղից փախնես, ասել, չէ, ես չեմ արել, կներեք։ Կոտոշները չտնգես Արսեն ջան, իմ վրա եմ ասում, ու չսկսես վիճել կրվել, քեզ արդարացնել ու չընդունես քո հանցանքը, երբ որ քեզ ասում են ինչ ես ես հանցանքը արել, դու ասում ես այո արել եմ, կներեք, ներողություն, իշխանի բարկությունը քո դեմ մեղմանում է։ Իրավաբանության մեջ կա մեղմացուցիչ հանգամանքներ, հա, պարոն Հայրապետյան։ Հասկանում է, ընդունում է, և դա մեղմա նույն է, մեր ու Աստծո պարագան, մեր իշխան ինքն է։ Ամեն։ Երբ որ հանցանք ես արել, վատ բան ես արել, թե սովորական իրարու հետ հարաբերությունների մեջ, թե Աստծո առաջ հանցանք ես գործել, վատ բան ես արել, Սուրբ Գիրքը սովորացնում ես, ասում է, տեղդ չթողես փախնես, այսինքն մնա տեղում, օրինակ, նայեք։ Վայ, ես չէի ետել, ով ասես, որ ես նորը տեղի, ես չէի։ Լավ եմ ասում։ Ասում մնա տեղում, սուսուփուս ընդունիր այն բարկացած վիճակը, որը առաջացել է քո հանցանքի պատճառով։ Ասա, ես մեղավոր էի։ Չեմ փախնում, ընդունում եմ։ Չեմ ինձ արդարացնում, կռիվ չեմ անում։ Կողս խոտի չեմ տվել։ Չորկողություն ես։ Ասում է, մի ուրիշ թարգմանության մեջ գիտեք ինչ ասում։ Ավելի բան է գրում, վերջացն է, ստեղ ասում է մեղմացնում է, չէ, մի ուրիշ թարգմանության մեջ վերջակետի պես է գրում, վերջաբանի, ասում է, ծածկում է, դադարեցնում է հանցանքը։ Լսակ, բախիչ ես ասում ամեն, ծածկում է, դադարեցնում է հանցանքը, որտեղ, չէ, մի ուրիշներ ասում է, մեղմ պատասխանը բարկություն իջեցնում է։ Սեր ասում է, հանցանքը ծածկում է, դադարեցնում է, թող լինի մեղմացնում է, ոնց ուզեք, բայց ես ավելի լավն եմ ասում, որտեղ երբ որ մենք մեր Աստծո առաջ ընդունում ենք, այն ինչ որ արել ենք, նա այլևս չի հիշում, թե դու ինչ ես արել։ Նա մեր հանցանքին վերջակետ է դնում, դադարեցնում է։ Դուք պատկերացնում եք Աստված է մեր նման վարվի ու մեր կյանքի բոլոր առօրյական ամբողջ կյանքի սխալները, մեղքերը, հանցանքները ամեն օր վերցի դրի։ Ամեն օր վերցի դրի։ Ես եկեղեցու վրա հռչակում ասում եմ, բավական է դադարում ենք։ Ես իմ վրա եմ աշխատում, որ դադարեմ։ Ես քեզնից լավը չեմ։ Դադարում ենք։ Ամեն Հիսուսի անունով քարեր տեղաշարժելը, չընդունելը, դադարում եք դրանից, որտեղ մեր իշխանի, մեր պապայի բարկությունը կպրծելի դրանով։ Հասկանում եք, ես իրադրության մեջ եմ ասում, ոչ թե ասում եմ Աստված մեր վրա բարկացած է, հայ հարա եսա պատժելի է։
որտեղ մեզ լսում են, բայց օրեն ընես չի, որ մեկը կարա ազնվի չի գերի ասի էտ ինչ ես խոսում։ Չէ, թո հատուկ քննադատներ կան, չէ, որ լսում են սխալ բռնելու համար, իրանք ոչ են լսում որտնելու համար։ Չէ, Աղայմա մեկը նայ ասի, բան չունեմ ասելու, բայց բոթասի շնորը շալվարի տակից մի քիչ երևում էր։ Չեք հավատում, լիքեպպես մարդ։ Գրել եմ, սխալդ հանցանքդ ընդունիր, մի վիճիր, մի կրվիր, քո հանցանքը արդարացնելու կամ ինչ-որ բան ապացուցելու համար, մնա տեղումդ չփախնես։ Ով է հասկացել ինչ եմ ասում, չփախնես, ասա ես վատ եմ օրել, ես սխալ եմ արել, այդպես կդառնաս ընդունելի, անկեղծ եմ ասում, այն մարդը, որ կարում ասի, ես իմ հոգեբանությունն ու իմ հասկացողությունն եմ ասում, երեկել եմ մտածել սրա մասին ու ինքս ինձ ես նախադասությունն է ասում, ասում եմ այն մարդը, ով անկախ նրանից ինչ արել, ով որ կարում ասի, ես էտի արել եմ, ընդունում եմ, պրիզնատ եմ գալի, վիզ եմ վերցում, ասում եմ, ուզում ես հրնես, բրնես ջիջարը ուտես, իմ մոտ այդեց էմոցիաներ առաջանում, աստո մոտ էլ ատեց, դա ընձնից չի, դա իրա բնավորությունն է, ով որ կարում ասի, ես տենց եմ, չի փախնում, ընդունում է, ուզում ես հրնես, բրնես սենց ուտես այդ մարդում, դրականում ասում, իմ մոտը տենց է, բայց ով որ փախնում է, հակառակ պրոցեսն է առաջանում, սրտքարնոցի պես մի բան, հասկանում ես ինձ ինչ եմ ասում, և վերջի համարը, Եսայի 8:3, դիք այնեք մի հատ ուժեղ հրճակում անեք, բայց հիմա չեք ասում եմ, Եսայի 8:3, Եսային է գրել, լավ եմ չի ասում, Կանոնակ եմ շարում էլ, սում Եսայի 8:3-ը Եսային է գրել, ասմա, Եսային ասում, ասմա ես մերձեցա, գիտեք չէ էդ ինչ բառը չասում, մարգարեուհուն, և նա հղիացավ, և նա մի որդի ծնեց, և Տերն ինձ ասեց, նրա անունը կդնես կամ դիշտ Մահեր Շալալ Հաշբազ, լավ անուն է, գիտեք, մի հատ խառը իրադրություն էր, խոսքը վերաբերվում է, ես բացատրեմ ինչ է, մի քիստոյեսի մնա արմերիչ է, ասմա, Եսային ասմա, ես ինձ համար երկու վկաներ բռնեցի, որ իրանք ներկա ալնեն այդ խոսակցությանը, ոչ թե գործողությանը, տեսես քահանաները, ու ասմա Տերը ինձ ասեց, գնա քնի մարգարեուհիի հետ, որդի կծնի, ու իրա անունը կդնես Մահեր Շալալ Հաշբազ։ Մահեր Շալալ Հաշբազ նշանակում է արևմտահայերեն բացատրության մեջ սենց է արտորալով ասպատակիր և կողոպուտ հավաքիր։ Երևանյան բացատրությունն էսպես է վրա հասիր շուտ արա, ավարը կողոպուտը փախնում է քեզ ասպասում, հասիր ու հավաքիր այդ կողոպուտը ավարը։ Ու հասկացան ինչ եմ ասում, որ ես ինչ վարներ եմ ասում, միած են անենք։ Հիմա, ինչ է, սա խորհրդանշական անուն է, ինչ էր ասում, ինչ էր ուզում ասել Աստված, այս տագուտ ծնվելով կամ Եսայի մարգարեու հետ քնելով։ Ինչ էր ուզում ասել, որտեղ շարունակության մեջ ասում է, որովհետև տղան միջև մամա ու պապա ասել է, միջև որ իրա լեզուն բացվի խոսա, Դամասկոսի հարստությունն է թալու է։ Ավարը դա է։ Մեկը ով հելել է, հոգևորի դեմ, եկեղեցու դեմ, չի դզում քեզ, ես ջանս շարքարվում է ուժեղ։ Հիմա նայ, լսում ես?
եկեղեցին շատ լուրջ, ուժեղ, ոցված եկեղեցի։ Այս եկեղեցի լիքը ավար ունի հավաքելու։ Չեմ վերջացրել, սպասում։ Բայց ինչ պիտի տեղի ունենա։ Մարգարեուհին, նայ, մարգարեն քնում է մարգարեու հետ։ Մի անգամ, թակ։ Մարգարեուհին եկեղեցին է։ Մարգարեն տերը խորհուրդով։ Երբ որ Աստված մերձեցավ եկեղեցուն, երբ որ ուժեղ հպատ խորը հարաբերություն եղավ, եկեղեցու հետ ուժեղ ներկայություն եղավ, այդ չեմ ուզում ուրիշ բառերով ասեմ, եկեղեցին սկսել նա ծնել։ Ով ասում սա։ Եկեղեցից մի վախեցի, դու մարգարեի կին է և 90%-ից ավելի պարագայում Աստվածաշունչը որ խոսում է կնոջ մասին, դա եկեղեցին է։ Ամեն։ Հիմա, Աստված ասում է, Արարատի Աստծո ժողովուրդ եկեղեցի, քո ինձ տրվելը բավարար չի, կիսատա, որպեսի դու ծնես։ Հասկանում ես այդ ինչ եմ ասում։ Գնա և խոր հարաբերություն, հոգևոր, ներկայության մեջ գնա խորը, առանց կաշկանդվելու, առանց վախերի, առանց մարդկանց կարծիքի 100%-ով միջև վերջ տրվիր նրան և կծնվի ավար հավաքող սերունդը, և տասարդներ նա կայնեք ոտքի։ Սրանք ավար հավաքող սերունդն են, նայեք իրանց, նայեք, ես էլ եմ կանգնած իրանց հետ, սրանք ավար, Միկա, գոր, կանգնեք, դուք էլ կանգնեք, խչոյի զավակներ, կանգնեք, մանուկները, որ դուստ են, հիմա խարում են, ագապին, որ հեց հիմա ուզմա խատ ուտի, չգիտեմ, սրանք, անկեղծ եմ ասում, սրանք ավար հավաքող սերունդն է, սրանք են մահեր շալալ հաշպազները, սրանք և նրանք, որ կծնվեն հետո հիմա, երբ որ այսօր կոչ անենք, հրճակենք ու աղոթենք, որ տեր, ես տրվում եմ քեզ անմնացող, ես ուզում եմ ծնեմ քեզնից, խորը հարաբերությունից հետո։ Դամասկոսի, Ասովեստանի, Ալիի, Վալիի հարստությունները, ավարը, օրդությունները, բժշկությունները, որ կա, որ եկեղեցին պիտի ունենա, բայց այսօր չունի, դրանք բոլորը հասնելու են քեզ։ Դու ավար հավաքող ես։ Նա ձեռը ցենց արա, ասա ես ավար հավաքող եմ։ Էմիլիա, մի հատ Սերգեյին ասա ինչ եմ ասում ռուսերը։ Ես ավար հավաքող եմ։ Ես ավար պիտի հավաքեմ։ Սերունդ է գալիս, որը ավար հավաքող է։ Եվ այդ սերունդին ոչ մեկը, ոչ մի բան չի կարողանա կանգնեցնել։ Ես սա հրճակում եմ։ Մեր վրա, մեր եկեղեցու վրա, նրանց վրա ովքեր լսում են, նրանց վրա ովքեր կնայեն և թող տարածվի սա մահեր շարան հաշպած։ Գիտես մեկ էլ ինչ եմ ուզում ասել ինձ ու քեզ, շտապիր։ Ավարն է թումը շտապիր։ Ավարը գնում է շտապիր հավաքելու։ Եսայի մարգարեության մեջ Իսրայել ազգը այնքան քնած էր, այսօրվա եկեղեցու համար ասում դա, այնքան քնած է հոգևորությունը, հոգևոր կյանքը եկեղեցի, որ Աստված ասում է, կաղերն անգամ կողոպուտ հավաքեցին, բայց դու խավար չելա։ Լսեցին ինչ ասեցին։ Կողոպուտը գիտեք ինչ է, ավար հավաքելը, Աստծո հունցքի օրհնության բերելու, հեղեղի, տալու, ավեցուկով, ամեն ինչ է տալու ժամանակներն է։ Ասում է կաղերը, ովքեր պատկերացնում եք, կաղ հազիվ հավաքեցի, բայց կարեցան հավաքել։ Խոսքս հոգևոր կաղի մասին է։ Ասում է, բայց դու խավար չելար։ Ինչի համար, քնել էիր։ Գիտեք ինչ է գնում, ասում է առագաստատ չբացեցիր։ Ով է հասկանում նավի առագաստ ինչ է։ Ասում է դու առագաստը
չբացիր, որ իմ Սուրբ Հոգու քամի քշի տանի քեզի։ Գիտես քիչ չբացեցիր, որովհետև նավի մեջ էի, բայց քնած։ Ասում էր, ների ինչ կա ուտել, մի բան սարքի ուտենք, լավ, մի բան կլի հելի հոգևորության, հիմա դրա վախտը չի, հիմա ծառայության վախտը չի, հոգևոր խորանալու վախտը չի, ավետարանչության վախտը չի, քարոզելու վախտը չի, աղոթելու վախտը չի, ուսուցանելու վախտը չի, եկեղեցի գնալու վախտը չի, մեր բան սարքեք ուտենք, մեր բանած, զբաղված, չի մտածում, որ հենց հիմա կարող է լինի դա, դրա համար իր առագաստը չի բացել, չէր հավատում, որ Սուրբ Հոգին գալու է, իր համար նավի մեջ, բայց հանգիստ քնած պարկածա, առագաստն իջացրած, կապը կտրված է Սուրբ Հոգու քամիների հետ, կապը կտրված է երկնքի հետ, չկա, ներկայություն չկա, ու հանկարծ գալիս է Սուրբ Հոգին։ Բոլորը վազում են ավար հավաքելու, նավի մեջի մարդիկ, հավատացյալներս, խաբարը չեք գնում, օրհնություն եկավ կողքովը տանցավ, սա հասկացել եմ։ Դրա համար եմ Աստծուն ասել, եթե օրհնությունը գա իմ կողքով անցնես խաբար չունեմ կմեռնեմ։ Դրա համար էլ հոլանդացի եղբայրը, որին առաջ անգամ էի դնում, աղոթքի ժամանակ ասեց, Տեր Աստված որ ինքը աղոթում է արդյունության համար, որ այդ կենտրոնում լինինք, այդ կենտրոնում ալինելու։ Մի բար չեր խոսացել իր այդ։ Աստված լսում է քո աղոթքը, դա իմ համար չի, մենակ քո համար էլ է, եկեղեցու համար էլ է։ Կանգնիր ոտքի մի հատ առակ Աստվածին։ Կանգնիր ոտքի մի հատ, ասեք Տեր, ես ավար եմ հավաքում, ես ավար հավաքեմ։ Քանի հոգի են իրանց ընդունում մարգարեուհի, հասկանում եք, չէ, ինչի մասին եմ խոսում, որ նրանք ունեն մարգարեի կարիք։ Ծնելու համար երկու կողմա պետք, սիրելիներ։ Մենակ չի լինում, իմ Աստված տենց է դրել։ Ամեն։ Ուզում ասում Աստված ասեց գնա, այս գործողությունն արա, տղաք ունենաս, անունը կդնես Մահեր Շալալ Հաշպաս, խորհրդանիշ է, խորհրդով է, միջև ես, գիտեք շատ կա, այն վաղտել էր 9 ամիս տևում ծնունդ է, թո միատել մի տարի տևի, միջև երեխեն ասի մամա պապա, լավագույն դեպքում իրար է հետ, պրոցեսից միջև երեխու մամա պապա ասել է 2 տարի, ասում բայց չի հասցնի ասի մամա պապա և ավարը կսկսի գալ։ Սերունդ, մենք սերունդ ենք ուզում, մենք ծնել ենք ուզում, եկեղեցի ջան դու ծնելու համար ես, դու ինչով ես զբաղված Արսեն, չես հոգնե քեզնից, չես հոգնե քո առօրյայից, չես հոգնե մեղադրելուց, չես հոգնե կռիվներից, չես հոգնե վեճերից, իմ անուն եմ դնում, չես հոգնե ճիշտ ու սխալ անելուց, չես հոգնե պարզաբանումներից, չես հոգնե հին քարերը տեղաշարժելուց, չես հոգնե ցանկանդելուց ամեն առավոտ Տեր Աստված իմ ցանկը շարի, չես հոգնե դրանից, դադարիր, դու պետք է սկսես ծնել, դու պետք է սկսես ծնել, Տեր Աստված, մենք սա հռչակում ենք մեր եկեղեցու վրա, ումը դուր կգա թե չէ, մենք սա հռչակում ենք Հիսուսի անունով, ով կուզենա թե չէ, բայց եկեղեցու դնեթեի մեջ էսի կա ու պիտի սկսի գործել, եկեղեցու հոգու մեջ էսի կա ու պիտի սկսի գործել, մենք Մահեր Շալալ Հաշպաս ենք ուզում, մենք ուզում ենք Տեր Աստված, սրա խորհուրդ է, ոչ թե հենց այդ երեխեն, սրա հասկացողություն ենք ուզում, որ այս եկեղեցին պետք է սկսի ավարտել։ Իմ հետ հռչակիր, մենակ մի աղոթիր, Սուսպուս, խնդրում եմ։ Ուզում ես? Մետ բարձր ասա ուզում եմ։ Մետ ձայն հանիր, մետ ծամկա հանիր, մետ դիվան ասաս, տեսա ուզում եմ։ Ասենց տխուր տրվել չի ունի, էլի, դուք էլ եք հասկանում, երկուսն էլ ուրախն են, որ լավ էլի։
ուզում եմ Տեր։ Տեր Աստված ես եկեղեցին քոնն է։ Այս եկեղեցին քեզ է պատկանում։ Այս եկեղեցին դու ես արել Տեր։ Եվ այս եկեղեցին այսօր նորից ասում է. Դու ես մեր Տեր Աստվածը։ Դու ես մեր Աստվածը։ Ուրիշ մեկը չունենք։ Մենք հնազանդվում ենք քեզ։ Մենք ենթարկվում ենք քեզ Տեր։ Ու հռչակում ենք այս խոսքը. եկեղեցի, ծնիր։ Եկեղեցի դու պիտի ծնես։ Ավար հավաքողներ։ Ավար հավաքողներ։ Ավար հավաքողներ։ Տեր հավատում եմ, որ հեղեղ են վերցնում։ Հավատում եմ Տեր, որ քո հոգին թափվի։ Այս եկեղեցու վրա, մեր եկեղեցու վրա Հիսուսի անունով։ Եկեք միասին հռչակենք։ Ասենք ինչ որ ասենք միասին, բարձրացեք։ Եկեղեցի դու պիտի ծնես, եկեղեցի դու ավար հավաքող ես։ Միասին գնացինք։ Եկեղեցի դու պիտի ծնես, եկեղեցի դու ավար հավաքող ես։ Դու ավար հավաքող ես եկեղեցի։ Աստված քո համար մեծ ավար հավաքել։ Ես սերունդը պիտի հավաքել։ Հիսուս Քրիստոսի անունով։ Հիսուսի զորավոր անունով։ Հռչակում ենք սա եկեղեցու վրա, ամեն մեկի վրա, բացակաների վրա, զորություն, մեծ փառքով, յուղով և օծությամբ։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ